Հարց համար առաջին, Աննա, արդյոք դու քեզ համարում ես ինքնաբավ անձ։ Ես մեծացել եմ ոչ մեկի հետ ինձ չհամեմատելով։ Քո համար էլ է մրցակցությունը վատ բան։ Նրան ինչին ես հավատում եմ, մտեղ դատելը շատ վատ մեղք է։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր կա մեր հասարակության մեջ։ Խուսափում են խոսել եւ խնդիրը լուծել։ Խնդիրը դառնում է արդեն գերխնդիր եւ կոնֆլիկտի միջոցով են լուծում։ Երբեմն sense իրավիճակներում օգնում է փոքրիկ հասանելի նպատակներ դնելը։ Պետք է կենտրոնանալ մեր ունեցածի վրա եւ շնորհակալ լինել դրա համար։ Հասկանի որ այսօր Everything Wellness-ի 10-րդ էպիզոդն է։ Իմ մտքով անցնում էր, որ գուցե մեզ ոչ բոլորն են ճանաչում ու երևի մարդկանց մոտ հարց կառաջանա, թե արդյոք մենք, որ այդքան խոսում ենք wellness-ից կամ այդքան խոսում ենք լավ սովորություններից, ունենում ենք հետաքրքիր հյուրեր, ովքեր էլի խոսում են առողջ ապրելուց, ինչ որ լավ բաներից, ես ու դու որքանով ենք հենց այդպես ապրում կամ գոնե փորձում ապրել ու ընդհանրապես մտածեցի, որ հետաքրքիր կլինի, որ համ իրար հարցեր տանք, համ մեզ այդ հարցերի միջոցով ավելի լավ ճանաչեն, համ էլ հասկանանք որքանով ենք մեր ասածներին հետևում։ Ինձ թվում է շատ լավ միտք է։ Հարց համար առաջին, Աննա, արդյոք դու քեզ համարում ես ինքնաբավ անձ։ Միանշանակ այո, ես ինձ համարում եմ ինքնաբավ անձ եւ իմ բոլոր գործողություններում ունեմ միանշանակ ինքնուրույնություն, որոշում կայացնելու շատ մեծ skill, հմտություն, բայց միևնույն ժամանակ, եթե լինեմ անկեղծ, ես ունեմ մարդկանց գոհացնելու people pleasing-ի մի հատ մեծ բնավորության գիծ, ասենց ասեմ, որ ես ուզում եմ, որ դու քեզ լավ զգաս, այն մյուսը իրան լավ զգա, ոչ մեկ չնեղանա, բոլորին լավ լինի ու արդյունքում այնքան շատ էներգիա եմ դրա մեջ դնում, որ ինձ սպառելով երբեմն շատ տարբեր տեղերում փորձում եմ լինել իդեալական, բոլորը իրանց լավ զգան ու այս իրականում ինքնաբավ լինելու հետ չի խաչվում, բայց իմ կյանքի որակի վրա է բացասական անդրադառնում, քանի որ ուղղակի չես կարող գոհացնել բոլորին ու դա ստեղծում արհեստական տագնապայնություն իմ պարագայում, երբ որ ես անդադ լարված եմ, որ բոլորը իրենց լավ զգան ու ունեմ մի քիչ էլ զգալու մարդկանց զգացողությունները այդ պահին զգալու, իրենց ավելի հաղորդ լինելու հակում, չեմ կարող ոչինչ անել դրա հետ, ես եթե մի սենյակում եմ, ես միանգամից հասկանում եմ բոլորի տրամադրվածությունը, չեմ կարող ասել կարդում եմ մտքերը, բայց նմանատիպ ինչ-որ մի բան, այսինքն փոփոխությունները նույնիսկ փոքր միմիկաների ես կարողանում եմ կարդալ, դա կրկնակի է դժվարացնում խնդիրը, որովհետև այդ րոպե փորձում եմ, որ մեկը չմրսի, մյուսը չտխրի, մյուսը սոված է, մյուսը, չգիտեմ, շտապում է եւ այլն, բայց այդ իմ կյանքի որակի վրա է ուղիղ վատ անդրադառնում։ Այդ իրականում ավելի կոնտրոլի մասին է, դու ուզում ես կոնտրոլ պահես, պուլսը պահես ամեն ինչի վրա, որ բոլորը լավ լինեն։ Հա, կամ իմ կանխատեսածից դուրս չլինեն։ Հա, այդ կոնտրոլ է իրականում։ Պետք է փորձես կոնտրոլը բաց թողնես, թող մեկն էլ վատ լինի, ոչինչ։ Եվ իրոք։ Չէ, իրականում կա քո ասացի մեջ ճշմարտություն, քանի որ ժամանակ կար, երբ որ ես նույնիսկ իմ օրվա պլանավորած գործողությունների հերթականության հանդեպ էի այդպես ֆրուստրացիայով վերաբերվում, բայց հիմա օքեյ եմ, եթե ինչ-որ մի բան շեղվում է պլանավորածից, իհարկե հիմնական նպատակներից չենք շեղվում, բայց մի քիչ կարողացել եմ թուլացնել վերաբերմունքս, այնպես որ համաձայն եմ, այդ control-ի հետ կապ ունի։ Այո։ Քանի որ դու ինձ հարցրեցիր ինքնաբավ լինելու մասին, եղել է կյանքում երբևէ շրջան, որ ունեցել ես ինքնավստահությունը վերակառուցելու էտապ ու ինչ-որ լուրջ challenge-ների ես առնչվել ու ոնց ես դուրս քեզ բերել այդ իրավիճակներից։ Հա, երևի թե մի անգամ ա եղել նման էտապ իմ կյանքում ու եղել է 30 տարեկանին մոտ, կարծում եմ շատերի մոտ է հենց այդ տարիքում ինչ-որ կրիզիսային փուլ սկսվում։ Մի քիչ դժվարությամբ, բայց դուրս եմ եկել այդ իրավիճակից, ունեցել եմ խոր անկում, հետո կտրուկ չեմ ուզում ասել ինչ-որ շատ գովաբանել ինքս իմ ընթացքը, բայց ես ինքս իմ համար կասեմ, որ բավականին մեծ վերելք եմ ունեցել, անձնային աճ եմ ունեցել
հենց թեկուզ ինքնաբավության տեսանկյունից, Մհմ, կարող եմ ասել, որ ես ինձ միշտ էլ երբեք չեմ խորացել ես ինքնաբավ եմ թե ոչ, բայց նույնիսկ ընկերներիս կարծիքով բավականին ինքնաբավ եմ եղել, որովհետև միշտ ինձ համար կարևոր չի եղել կողքինների կարծիքը, ինչ կմտածեն իմ մասին։ Ես միշտ ապրել եմ իմ կյանքով, բայց եկավ մի փուլ, որ էլի ինձ հետաքրքիր չէր իհարկե կողքինների կարծիքը, բայց ես ինքս ինձանից ինչ որ մհմ, դժգոհություններ մհմ, ունեի, ըմ, բայց կարողացա հաղթահարել ինքս ինձ հավաքեցի մհմ։ բռիս մեջ եւ ասացի շարժվիր առաջ ու հիմա ինչ որ մի կետում եմ, որ կարելի ասել որոշակի գոհ եմ արդեն ինձանից։ Մ, Այնքան լավ բան նշեցիր իրականում, որ ինձանից գոհ չէի, այլ ոչ թե ինչ-որ մեկի կարծիքից։ Ես լրիվ հասկանում եմ այդ զգացողությունը, երբ որ դու անդադ պայքարի մեջ ես, երբեմն խորհուրդ են տալիս, ասում են՝ «Վայ, դու լավ ես ամեն ինչ անում, մի համաձի», բայց ախր այդ համատությունը ինքդ քո իմացած ավելի լավ state-ի վիճակի եւ քո ներկայիս իրավիճակի իմաստն է, որ դու արդեն մտքով քո գործողությունների հերթականությամբ գիտես ինչա պետք անել, բայց այդ պահին գուցե դեռ ֆիզիկապես կամ հոգեբանորեն կամ միգուցե ծուլությունից ելնելով կամ մի քիչ էլ ես ուզում տենց դրամատիզացնես այդ պերիոդը քո կյանքի, դեռ այդտեղ չես, երբեմն լինում է մտքով ավելի առաջ ես Ինձ լինում։ համար իմ կարծիքով շատ կարևոր է, որ դու հաճույք ստանաս process-ից, անհամբեր չսպասես արդյունքին, այն վերջնակետին, որին գնում ես, այլ այդ նույնիսկ այդ ընթացքից թեկուզ շատ դժվար է, հոգեպես ճնշված ես եւ այլն, փորձես գնահատել այդ ընթացքը ու փորձել հաճույք ստանալ, ուղղակի իմանալ, որ մի օր դա իր արդյունքը կունենա։ Էս հենց շատ նման է երեք ինչ-որ մի հատ իրավիճակի, երբ որ Հայաստանում չէի ու ընկերներիցս մեկի հետ ինքն էլ իր աղջկական խնդիրներից է պատմում, ինչ որ չգիտեմ, մեկն էլ է սովորելու, բայց այդ համասարանը ինչ որ այն խոստումները չի տվել, որ կար on-line-ում, հիմա ինքը տեղափոխվել, ասենց տարբեր խնդիրներից եւ այլն, ու հիմա որ դու խոսեցիր, ես միտք հասցիր, հիշում եմ, որ մենք գնում էինք մեքենայով ու ինքը պատմում էր այդ իր տարբեր խնդիրները ու ես էլ զուգահեռ լսելով իրեն նաև իմն էի պատկերացնում ես ինչ փուլում եմ ու այդ միտքը եկավ ինչ որտեղից լսել կամ կարդացել կամ գուցե ֆիլմից որ կյանքը ոնց որ տարբեր խնդիրների հերթականությունն է բայց ոնց որ երջանկությունն է որ այդ ընթացքում դու կարողանում ես վայելել քո կյանքը while մինչ դու լուծում ես այդ խնդիրները ու դու էլ կրկնեցիր այդ միտքը եւ իրոք այդպես է երբեք չես նոր մի քիչ առաջ էլ էր այդ մասին ասում որ երբեք չես կարող ֆիքսվել մի կետի վրա այդ կետից հետո արդեն ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի այդ կետերը միֆ են իրենք երբեք չեն գալիս այս պահից ավելի պատրաստ էլ չես լինելու եթե արդեն այդ միտքը եկել է որ քեզ պետք է ինչ-որ գործողություն անել վերկաց արա իրականում ուսումնասիրում էի տեսություն տարիներ առաջ, որպեսզի մարզես քո այդ գիծը, սենց կարծիք կա, որ մտքովդ անցա, օրինակ, չգիտեմ, աթոռը տեղաշարժել, վեր կաց արա, կամ օրինակ մտածել ես, վայ, այս մեկին պետքա գրեի ինչ-որ բան, այդ րոպե արա, կամ որոշել ես դասավորել, չգիտեմ, տունը, մի ասել է, լավ, ասա կես ժամից կանեմ, այսինքն եթե քո մտքով անցնում է որևէ գործողություն, որ դու պետք է անես, մի հետաձգիր, եթե դա հնարավոր է այդ պահին անել, արա, ու այս ձևով դու իրականում մարզում ես քո այդ առաջ գնալու skill-ը, հմտությունը։ Համաձայն եմ։ Ես էլ եմ կարդացել գրքի մեջ, որ ու շատ տպավորվել է ու հենց այդ իմ ամենա ծանր փուլում էի կարդում այդ գիրքը, երբ որ հոգեպես ոնց ասեմ, ինձ ոնց որ գտած չլինեի ու ասում էր, որ ռուսերեն էի կարդում, ասում էր «Сделай что-нибудь»։ Կապ չունի, ինչ մի բան արա։ Այդ կյանքը շարժում է, շարժումը կյանք է։ Եթե մի բան անես, հաստատ մի օր դրա արդյունքը կերևա, էլի։ Իսկ այդ этаպը ինչքան ժամանակ տևեց, մինչև դու վերլուծեցիր, վերագտար քեզ ու անցար նոր մտածելակերպով, նոր կյանքի։ Կարծում եմ 1-ից 2 տարի։ Այդ մի տարին բավականին դժվար էր, երկրորդ տարին արդեն ես զգում էի, որ աստիճան բարձրանում եմ վերև ու դուրս եմ գալիս այդ վիճակից։ Իսկ ո՞նց բացահայտեցիր, որ դու հասել ես մի հատ այդպես իրավիճակի, որ ունես ինքնարեալիզացիայի ու ինքդ քեզ նորովի ճանաչելու հարց քո առաջ դրված ու պետք է գործողություններ ձեռնարկես, որպեսզի
քեզ համար այդ նոր հասկացողությունը բացահայտես։ Ինչ որ իրադարձությունները ստիպեցին, թե ուղղակի մի օր արթնացար ու հասկացար, որ չէ, ինչ որ մի բան ուրիշ է։ Ոնց է գալիս այդ պահը։ Իրականում նույնիսկ մարմինը սկսեց ազդակներ տալ, ունեցա որոշակի առողջական ոչ շատ լուրջ, բայց մարմինս ազդակներ էր տալիս, խնդիրներ առաջացան։ Եվ ուղղակի չեմ կարող ասել, որ դեպրեսիա եմ ունեցել, որովհետև ես միշտ էլ կյանքը շատ սիրել եմ, բայց ծայրահեղ դժգոհություն ունեի կոնկրետ իմ կյանքի փուլից։ Ու իրականում ամեն ինչ շատ լավ էր, արտաքինից նայելիս ոչ ոք չէր մտածի, որ ինչ որ դժգոհելու բան կա, բայց ես ծայրահեղ դժգոհ էի։ Ու ես հասկանում էի, որ արտաքին գործոնները այստեղ կապ չունեն, ամեն ինչ ճիշտ իր տեղում է, պիտի որ երջանիկ լինեմ, բայց այդ ռեալիզացիայի կարիք ունեի ես իրականում։ Հասունացել էր այն պահը, որ ես պիտի ինչ-որ բան փոխեի իմ կյանքում ու ես հասկացա, որ իմ ուղին կապված է իրականում ուրիշների կյանքում բան փոխելու հետ։ Ինձ համար շատ կարևոր է մարդկանց օգնելը, ուղղություն ցույց տալը, բուժելը։ Ես դրանից ուղղակի լիցքավորվում եմ։ Ինձ ուրիշ բան էս կյանքում պետք չի իրականում, միայն թե մարդկանց օգնեմ։ Այսինքն, եթե մարդ ամեն դեպքում ինքն իրենից տեղյակ է ու ունի self awareness-ի ինչ որ մի մակարդակ, եթե իրեն մոտավորապես տրամադրի ժամանակ ինքն իրեն չակնկալի, որ հեսա վաղը կամ մեկ շաբաթից իր այդ հոգեվիճակը կթեթևանա, ավելի ռեալիստիկ գտնվի եւ ինքն իր հանդեպ ծանր որոշումներ չկայացնի, ել ավելի չստրեսի, իր եղած արդեն իսկ լարվածությունը չավելացնի, կարող ասել, որ օքեյ, պայմանական ես ունեմ 1 տարի, 2 տարի ժամանակ, որպեսզի ինձ վրա աշխատեմ ու փոխեմ այն իրականությունը, ինչի մեջ որ կամ անկախ նրանից թե կողքի աչքով ես ինչքան եմ հիմա երջանիկ կամ իմ մոտ ինչքան ամեն ինչ լավ, եթե մարդ իրեն լավ չի զգում, դա նշան է, որ ինչ որ մի բան իր կյանքում պետքա փոխի։ Այո։ Ու այստեղ իրականում ամենակարևոր պահը, որ հասկանաս ու ընդունես, որովհետև ես հիմա որ հետ եմ նայում, միգուցե մի առժամանակ եղել է, որ ես ուղղակի չեմ ուզել ընդունել, որ ինչ որ բան պետք է փոխել։ Ու դրանից վիճակս էլ ավելի վատանում էր, ես տագնապում էի, որովհետև չէի կարողանում բախվել ուղղակի այդ իրականության հետ, որ ժամանակը եկել է, պիտի մի բան փոխես քո կյանքում։ Ես այնքան եմ սիրում այդ этаպները։ Իրականում մի հատ վարժություն եմ արել ինքս ինձ հետ, երբ որ տարիների ընթացքում հետ էի նայում ու հիշելով իրավիճակները, հասկանում էի, որ վայ, էս այդ շրջանն ա եղել, որ ես ինձ կողքից եմ տեսել կամ մի օր ուղղակի արթնացել եմ ու ինչ որ մի պահի հասկացել եմ, որ այն ինչ որ անում եմ իներցիայով եմ անում կամ կարա լինի ավելի լավ կամ այդ իմ սիտուացիայից բաբլից դուրս ես էլ ինչ պոտենցիալ ունեմ կամ ես էլ ինչ կարող եմ անել, սկսեցի վարժություն մտածել ու հիմա երբեմն ես կանգ եմ առնում հաճախ շաբաթը մեկ գուցե օրվա մեջ մի քանի անգամ ինչ որ եթե փոքր հարցերա, փոքր սիտուացիաներ շատ ավելի հաճախ, բայց եթե գլոբալ օրինակ կարիերայի հարց կամ չգիտեմ ինչ որ ընտրությունների հարց, որը որ հաճախ կյանքի этаպներում տարբեր ունենում ենք, ես այս վարժությունը իմ համար հորինել եմ, փորձում եմ ինձ նայել կողքից, փորձում եմ ինձ նայել, թե ես այդ սիտուացիաներին ինչ լուծումներ եմ տալիս ու արդյոք դրանք սահմանափակ չեն, այսինքն միգուցե ես պատկերացնում եմ, որ եթե օրինակ այս նույն Աննան ապրեր մեկ այլ երկրում, ունենար մեկ այլ իրավիճակ, այս նույն խնդիրը ոնց կլուծեր, կամ արդյոք այդ նույն իրավիճակին վերաբերվելու այս 1-2 եղանակը կա։ Իրականում լիքը եղանակներ են լինում, մենք ուղղակի միշտ մեկ-երկուսն ենք տեսնում։ Այո, ու այս վարժությունն ինձ իրականում օգնում է հասկանալ, թե ես որտեղ ունեմ չեմ վախենա ասել ինքնավստահության խնդիր, որտեվ ես էլ տարիների ընթացքում կարողացել եմ իմ ներս նայել ու հասկանալ, որ ես շատ եմ նորից էլի գամ այդ people pleasing-ին
որ շատ եմ ուզում, որ բոլորին հարմար լինի, լավ լինի, որտեղ մտածում եմ, որ ոնց որ ես լավ եմ, իմ մոտ ամեն ինչ լավ է, թող ինքն էլ իրան լավ զգա։ Ու երբ որ այս իրավիճակներում ես այնց փոջուրիկ այդ վարժության շրջանակում հետ եմ գալիս իմ այդ փոքր, չգիտեմ, այդ վերաբերմունքին, հասկանում եմ, որ ես այդտեղ կորցնում եմ լիքը բան։ Օրինակ, ես կարամ ավելի ստեղծագործ լինեմ, կարամ ավելի առաջ գնամ, ավելի սովորեմ, ավելի ուրիշ բաներ անեմ, բայց ես ինչ որ sense կախվածություն եմ ձեռք բերում մարդկանց Իրանց ինքնազգացողությունից, տրամադրությունից, տրամադրությունից։ ռեակցիաներից, չէ։ Այո, Սա լիովին կոնտրոլի մասին է։ այո, այո, կոնտրոլի մասին է, ու բացի էդ էլ նաև ինչ որտեղ ինձ թվում է բացի կոնտրոլից իհարկե դա ճիշտ է մասնագետների հետ աշխատել, ինչը որ ես անում եմ ու շարունակում եմ անել, դա նաև ինչ որտեղ ոնց որ ես երբեմն ձանձրանում եմ, ինձ պետքա ես սիրում եմ, երբ որ ես ունեմ համախոհներ, որ ինչ որ աշխատում եմ մարդկանց հետ, այսինքն ես երբեմն ձանձրանում եմ, երբ որ իմ կարծիքները չեն կիսում, իմ հետ այդ նույն բանի շուրջ չեն աշխատում, հարմարվում եմ, որպեսզի ես դեռ շարունակեմ ոնց որ այդ իմ էներգիան սպառել, բայց դա ոնց որ անցած էտապ է, ես էլ իմ համար սովորել եմ տարիների ընթացքում հասկացել եմ, որ երբեմն ավելի լավ է, որ դու գնում ես առաջ, նույնիսկ երբեմն ինքնուրույն, մենակ, ու չես քաշում քո հետևից լիքը մարդկանց, ովքեր ուղղակի պատրաստ չեն կամ այդ տեղում չեն, ու դու քո կյանքում հանդիպում ես արդեն նոր մարդկանց, ումից դու սովորում ես, ովքեր քո հետ պատրաստ են այդ տվյալ բանը ստեղծել կամ այդ этаպում իրար փոխադարձ օգտակար եք լինում, դա նորմալ է, այսինքն պարտադիր չի քեզ հետ բոլորին տանես միջև քո կյանքի վերջ։ Այո, մի բան էլ էի ուզում ասել կոնկրետ ընդունելու մասին, որ ինչ որ բան պետք է փոխել։ Մտքիս եկան որոշ պացիենտներ, մարդիկ որոշ, ինչ որ չպիտակավորեմ, որ միգուցե եւ այդ որոշումը կայացնում են գալ բժշկի ինչ որ բան փոխել, բայց չեն կարողանում ընդունել այդ փաստը, որ ինչ որ բան փոխելու համար ինչ որ բան իրենք էլ պիտի անեն։ Օրինակ անձը կարող է գալ ասել ինչ որ կոնկրետ մարդու մասին չեմ պատմում, ուղղակի ուզում եմ իրավիճակ ներկայացնել, մարդը գալիս է ասում է ես ուզում եմ նիհարել։ Ինձ ու դե ամենահեշտ տարբերակը բնականաբար հիմա Օզեմպիկ, Մոնջարո, կարծում եմ բոլորդ գիտեք այդ պրեպարատների մասին, ուզում եմ Մոնջարոյով նիհարել։ Okay։ Ասում եմ լավ, ուզում եք, ես խորհուրդ չեմ տալիս, որովհետև դա իրականում հարցի լուծում չէ, դա խնդիրը չի լուծում։ Դա միայն ինչ որ մի կողմից այսպես օգնություն է օրգանիզմի համար, այն էլ այն դեպքում, եթե կա ռեալ ճարպակալում, օգնում է մարդուն այդ ընթացքը ավելի հեշտ անցնել, որովհետև ընկճում է ախորժակը, նյութափոխանակությունն է լավացնում, բայց եթե դու քո կյանքում չես փոխելու այն ֆունդամենտալ բաները, որ քեզ բերել են այս վիճակի, Մոնջարոն քեզ չի օգնելու։ Դու որ օրը այդ Մոնջարոն թողնես կամ նույնիսկ այդ Մոնջարոն մի քիչ երկար ընդունես, մի օր դու մեկը այն արդյունքին չես գալու, որին որ ձգտում ես, որի մասին մտածում ես, որովհետև եթե օրինակ դու սխալ ռեժիմով ես ապրում, ստրեսը չես կարողանում կառավարել, ստրեսը, ինչպես են ասում, ստրեսի հետևանքով շատ ես ուտում, սխալ ժամի քնում, զարթնում ես, Մոնջարոն այս դեպքում չի օգնելու։ Մարդիկ շատ դժվար են սա ընդունում։ Շատ դժվար են ընդունում, որ իրականում օրգանիզմը կարիք ունի լուրջ հոգատարության, սիրո, եթե դու չես սիրում քո օրգանիզմը, բնականաբար մի օր բախվելու ես նման խնդիրների հետ եւ ինչ որ կախարդական դեղամիջոց չկա, որ կարող ես հարցը լուծել։ Սա իրականում լուրջ աշխատանք է հենց ինքդ քո հետ, որ պիտի դու ուղղակի բախվես այդ իրականության հետ, ընդունես այն ու որոշես այդ ճանապարհը անցնել մասնագետի հետ եւ մասնագետը պարտավոր է ուղղակի օգնել, միշտ լինել կողքիդ այդ ընթացքում քեզ սատարել։ Նորից էլի դու պետք է քեզ տաս ժամանակ,
Հա, ու դա մի ամսվա Այո։ բան չի, 2 ամսվա չի, դա իրականում պետք էլ չի ինչ-որ deadline դնել սրա համար, ասեմ, ուղղակի պետք է ընդունել որոշումը Մհմ, ու շարժվել առաջ, մհմ, չսպասել այն վերջնակետին, այն արդյունքին, որի մասին մենք խոսում ենք, այլ պետք է հենց այդ process-ից էլ սկսել մհմ, հաճույք ստանալ, որ օրինակ դու սկսում ես ավելի ճիշտ ռեժիմով ապրել, լավ քնել, չգիտեմ, մի լավ բան ուտել մհմ, վատի փոխարեն, հա։ ուրախանալ ամեն փոքրիկ փոփոխության համար, որ օրգանիզմում տեսնում ես եւ շնորհակալ լինել։ Երբեմն սենց իրավիճակներում օգնում է փոքրիկ հասանելի նպատակներ դնելը։ Մгм. Օրինակ, միգուցե դա հաջորդ առավոտյան վաղ արթնանալ, քայլելն է։ Հասանելի է, դրա համար պետք չի 10 տարի սպասել, զուտ կամքի ուժ։ Ա, Իրականում այս փոքրիկ պարգևատրումները, որ դու ինքդ քեզ կարող ես տալ, կոպիտ ասած, որ փոքրիկ նպատակներ դնել ու հասնել, ավելի իրատեսական են դարձնում քո այն մեծ հաջողությունը, ավելի դու ինքդ քեզ հավատում ես, իսկ մենք դրա կարիքը շատ ունենք, որ թեկուզ մեծ նպատակի ճանապարհին փոքր ձեռքբերումներով ոգեշնչվենք։ Դա կարա լինի եւ առողջության դեպքում, նիհարելով, ոնց ասում ես, եւ կարիերայում, եւ հարաբերություններում, ինձ թվում է, որ մենք երբեմն շատ խիստ ենք ինքներս մեզ հետ ու ռացիոնալ չենք գնահատում թե մեր հնարավորությունները, թե նաև այն փոփոխության մասշտաբը, որը որ ուզում ենք ունենալ։ Այսինքն, եթե դու ուզում ես դառնալ պրոֆեսիոնալ սպորտսմեն, բնականաբար ամբողջ կյանքդ պետք է ներդնես այդ գործին, բայց եթե դու ուզում ես ուղղակի 5 կիլոմետր մարաթոն վազես, մի տարի էլ կարող ես պատրաստվել ու էլի օքեյ է։ Այսինքն, ստեղ պետք է հասկանաս դու ինչ ես ուզում, իսկապես ինչ ես ուզում քո համար, որակով կյանք, առողջ մարմին, թե ուղղակի այդ ջինսի մեջ մտնել։ Դու ուզում ես իսկապես խաղաղ ապրել, թե այս этаպում ինչ որ մի ձև քո այդ բացը բավարարել, կարիքը ինչ որ ձև լուծել, թե դու իսկապես ուզում ես, չգիտեմ, որ այնքան կարողանաս ստանալ այն, օրինակ հիմա կարիերայի մասին եմ մտածում, նույն գործի մեջ, այնքան ես ուզում վարպետանալ, որ կարողանաս փոխանցես այդ գիտելիքը, որ կարողանաս օգտակար լինել, թե ուղղակի ուզում ես, որ, չգիտեմ, քո առաջ դրած ինչ որ աստիճանով բարձրանաս, որ ինչ լինի հետո, չգիտեմ, օրինակ ավելի շատ գումար վաստակես կամ տիտղոս ունենաս, չգիտեմ որքանով է դա երկարաժամկետ նպատակ, այսինքն ամեն ինչից առաջ պետք է ռացիոնալ vision ունենալ ու ռացիոնալ գտնվել։ Ու չեմ վախենա ասել, որ պետքա կենտրոնանալ քո կյանքի վրա։ Մհմ, Պետք չի նայել կողքից ով ինչ արեց, ոնց հասավ հաջողության, ամեն մարդ իր ուղին ունի եւ երբեմն մենք շեղվում ենք նայելով ուրիշի կոպիտ ասած վերջնապատկերը եւ հավեմատում ենք մեր սևագրի հետ, չէ՞։ այո։ Պետքա կենտրոնանալ մեր ուղու վրա, մեր ունեցածի վրա եւ շնորհակալ լինել դրա համար։ Իրականում, քանի որ ես քույր եւ եղբայր չունեմ, Ես էլ վայ, դա խնդրեմ, դրա համար մենք չենք համեմատվում։ Ես չգիտեմ ոնց ինձ համեմատեմ ուրիշի հետ, անկեղծ չեմ ուզում մեծ խոսել, բայց ես մեծացել եմ ոչ մեկի հետ ինձ չհամեմատելով։ Ես էլ եմ, ես չգիտեմ դա իրականում ինչ որտեղ միգուցե խնդիր է, Երևի։ որովհետեւ ես նկատել եմ, որ երբեք ոչ մեկի հետ մրցակցության մեջ թեկուզ առողջ մրցակցություն իմ մեջ չկա։ Այ չգիտեմ, այդ լավ է թե չէ, որովհետեւ երբեմն առողջ մրցակցությունը պետք է հաջողության համար, բայց ես չեմ մրցում մարդկանց հետ, բայց ինքս իմ հետ շատ եմ մրցում։ Հա, Որտեվ այս մի բան է ինձ տանը միշտ ասել են, որ դու կարող ես ավելի լավ, այդ գերազանցիկի։ Ես չեմ համարում դա գերազանցիկի սինդրոմ էր, ես համարում եմ, որ դա խստություն էր ու դիսցիպլինա էր, որ իմ ընտանիքը ցուցաբերում էր ու այդ ձև էր մեր ընտանիքի մշակույթը։ Ես չեմ համարում, որ դա գերազանցիկի սինդրոմ էր, պարզապես ես մտածում եմ, որ դա այն ճիշտ չափաբաժնով ճնշումն էր, որը մենք հիմա ինքներս էլ ենք մեզ նմանատիպ ճնշումների ենթարկում, որ կարողանանք գնալ առաջ։ Իսկ օրինակ քո համար էլ է մրցակցությունը վատ բան։ Շատ կարևոր է մտադրությունը ամենակարևորն է, այսինքն եթե ես ընդունենք տեսնում եմ ու ռեալ գնահատում եմ, որ վայ Հասմիկը շատ նպատակասլաց է, նայ ինքը լավ պլանավորում է, դիսցիպլինա ունի, աշխատանքի մեջ этап առաջ է գնում, ընտանիքում ունի օրինակ հաջողություն եւ այլն։ Եթե ես դա
եթե ես ուրախանում եմ, եթե ես հիանում եմ ու մտածում եմ ինչ հետաքրքիր է, ոնց է եկել սա, ու գալիս եմ ասում հաս, գիտես, ես օրինակ սենց մի հատ սիտուացիայում եմ ու ես էլ եմ ուզում ես ձև անեմ։ Իմ մտադրությունը այն է, որ ես քեզանից սովորեմ կամ գոնե ինչ շրջապատեմ մարդկանցով, ովքեր դա արել են, տեսել են, գիտեն ոնց անեն, որ ես ինձ գամ կոմֆորտի մեջ, որ ես էլ եմ մոտ դրան։ Կառուցողական Այո, մտադրություն լինի, ոչ թե այո։ դեստրուկտիվ, չէ։ Բայց եթե ես օրինակ քեզանից այդ ինֆորմացիան վերցնեմ ու իմ մտքում կամ մյուս ընկերների հետ օրինակ ասեմ դե ինքը սենց ա արել, որ դե լավ, հա, դե ես տենց ոչ դատելու կտոր, օրինակ իրականում Ամերիկայում դպրոց գնալը ինձ սովորեցրել է այդ դատելու հանդեպ շատ ուշադիր լինել։ Այնտեղ օրինակ շատ red flag էր, երբ որ մարդիկ իրար դատում էին։ Ես այնքան շնորհակալ եմ, որ դա սովորեցի, որտեվ հիմա միանգամից ես դա նկատում եմ, երբ որ Հա, հայերը սիրում են, չէ՞ դատել։ դիալոգի մեջ առանց հայերին վատ բան ասելու ենք սա ասում, մենք էլ ենք հայ, մենք էլ դա ունենք մեր բնավորության մեջ հաստատ միտեղ դա արտահայտվում է 100%, բայց այդ մի գիծը ես զարգացրել եմ իմ մեջ ու նույնիսկ երբ որ մարդիկ խոսում են ու սկսում են մի բան դատել, ես այնց լարվում եմ, ոնց որ այնց միանգամից ստրեսս շատանում է այդ րոպե, որտեվ դա իմ համար շատ վայրի խոսակցություն է։ Դու չգիտես այդ մարդը ինչը ոնց է արել ու ինչի է իր հաջողության բանաձևը քոնուց տարբեր, դա նորմալ է։ Ու բոլորս ունենք հաջողության մեր բանաձևը ու այդ այնքան ճիշտ է։ Բայց եթե ես նայում եմ ու հասկանում եմ, որ հետաքրքիր է ինձ, ես այդտեղ չեմ մրցում քո հետ, ես այդտեղ քո մեջ գտնում եմ մի հատ ուճուրիկ մենտոր, օրինակ, Մոտիվացիա, չէ։ մոտիվացիա։ Այդ ես օրինակ կարծում եմ, որ ես իմ կյանքում միշտ եմ ունեցել տենց մոտիվատորներ, օրինակ դպրոցական տարիքում այդ իմ համար ընդունենք եղել է ինչ որ միտեղ սովորելը կամ մի մարդ ով օրինակ այդտեղ սովորում էր օրինակ, հա, ինձ դուր է եկել իր կենսակերպը, ինձ դուր է եկել թե ոնց է ինքը իրեն ներկայացնում, ոնց է ինքը խնդիրներ լուծում, այսինքն ես նույնիսկ այդ մարդու անունը գուցե հիմա չհիշեմ կամ որտեղ ինչ ասեց, բայց ինձ դուր է եկել իր վիճակը, իր ինքնազգացողությունը, իր աուրան, ու ես հասկացել եմ, որ ինքը էսենց լինելու համար ինչ որ ճանապարհ է անցել։ Ու ես ուզեցել եմ հասկանամ դա ոնց են անում։ Ու ես այս պահին հիշեցի նույնիսկ մի քանի տենց շատ վաղ օրինակներ, որ հիացել եմ օրինակ ինչ որ կնոջ կամ աղջկա կերպարով, օրինակ ով եղել է լավ սպորտսմեն կամ ով եղել է, չգիտեմ, դրսում սովորել է եւ այլն, ու հետո որ հետ եմ նայում, ես այդ բոլոր փորձառություններով անցել եմ, բայց ես միշտ սենց ոգեշնչվել եմ ու փորձել եմ պատկերացնեմ ոնց է որ ինքը օրինակ կարողացել է այդ դիսցիպլինա, ինչով է եկել դրան, ինչ գործիքով է եկել դրան։ Ինձ թվում է, որ դա շատ կարևոր բան է ու հենց այդ մենք պետքա փորձենք իրար փոխանցել, այլ ոչ թե փորձել դիմացինի թույլ կողմերի վրա հիմնվելով, թույլ կողմերը կորզելով, թույլ կողմերը նկատելով, այդ մասին չասելով արձանագրել, գրանցել մեր հաջողությունը։ Ինչը ցավոք ես շատ եմ տեսնում եւ մի բան էլ ասեմ, ինձ համար ինքնաբավարար են մարդնով տեսնելով դիմացինի այդ պահին թույլ կողմը, եթե մտերիմ են, եթե իրավիճակը թույլ են տալիս, կարողանում է գտնել են լեզուն են կոմունիկացիայի ճանապարհը, որպեսզի այդ մարդուն փորձի ցույց տալ, եթե նա էլ պատրաստ է, հա, առանց ստիպելու կամ բան հոգեբան չենք, բայց ասենք ընկերներ են կամ նույն գոլեգաները, ֆիդբեքի ինստիտուտը, այսինքն ինչ որտեղ եթե թույլ է տալիս այդ շփումը, տալ այդ մարդուն կառուցողական ու անկեղծ ֆիդբեքը, ասելով որ գիտես, ես էսպես եմ տեսնում սիտուացիան, օրինակ էս ինչ կետը մտածում եմ, որ դու կարող ես կամ ես կարողանա ճիշտ ֆիդբեք տա, որպեսզի այդ մարդը գնա ու ժամանակի ընթացքում ռեֆլեկտ անելով, հետ գալով այդ իրավիճակին, հասկանա ինքը իրան այդտեղ իսկապես գուցե սխալ պահեց այն առումով, որ գուցե ինքը իրան վնասեց, լինի դա աշխատանքային իրավիճակ, թե ընկերական հարաբերություններում, բայց երբ որ այդ ֆիդբեքը չկա ու դա կուտակվում է հետո մարդկանց հարաբերությունները չգիտես ինչի խզվում են կամ աշխատանքում ինչ որ տոքսիսիթի է սկսում ձևավորվել, դա գալիս է նրանից, երբ որ մարդիկ ասելիք ունեն եւ իրար չեն ասում դա։ Սա արդեն մրցակցության մասին է խոսում։ Իմ համար դա ես մի քիչ ավելի շատ ժամանակ եմ անցկացրել աշխատանքային իրավիճակում, ոնց որ իմ կյանքի պատմությունների մեծ մասը ավելի տենց աշխատանքային կամ ուսանողական միջավայրերում են եւ ես միշտ վերջերս հատկապես կարևորում եմ ճիշտ ֆիդբեքի ինստիտուտը, բայց շատ կարևոր է որ մարդ կարողանա նաեւ ֆիդբեք լսող լինել։ Ընդունել։ Դա խայտարակություն է մեր իրականության մեջ, որովհետև երբ որ
Հայաստանում դու ուզում ես գնաս ու feedback տաս, հիմնականում աշխատանքային միջավայրում կամ գործընկերային հարաբերություններում ընդունենք, թե վերանորոգում է ինչ-որ մեկը քո նոր սրահը, խանութը, բնակարանը ու դու ուզում ես իրեն feedback տաս։ Միանգամից կռվի ա վերածվում։ Անձնական վիրավորանքի։ Անձնական դու ինձ ասում ես նայ ես, չէ, ու արդեն սկսում ես արդարանալ, մյուս անգամ խուսափում ես այդ սիտուացիայից, մյուս անգամ փորձում ես փափուկ կողմեր գտնել, այդտեղից նորից կուտակվում է քո ֆրուստրացիան։ Հետևաբար մարդիկ նախ պիտի կարողանան, մենք ես ինքս այդ ինձ է վերաբերում, քանի որ գիտեմ, որ ես իմ խոսքի մեջ կարողանում եմ կտրուկ լինել ու մարդիկ դրանից լարվում են արդեն։ Իմ տոնը այսպես է, իմ խոսելու տեմբրը սենց է, ես սենց մարդ եմ, բայց ես չեմ փորձում վիրավորելու, ինձ հետաքրքիր է իմ բնավորության մեջ ու իմ կոչման մեջ ես համարում եմ, որ այդ կա ճշմարտությունը ասել օգնելու նպատակով։ Ես երբեք չեմ կարող մարդուն ասել դու սխալ դրեցիր ես absence եղանին։ Եթե ես դա ասում եմ, ես ցույց եմ տալիս ոնց ճիշտ դնի, որտեվ լիեմ կրկնում այդ դատելը ինձ համար շատ ծանր մեղք է, անկեղծ ասած։ Ու դեմ այն արժեքներին, այսինքն նրան ինչին ես հավատում եմ, մտեղ դատելը շատ վատ մեղք է ու սխալ բան է։ Հետևաբար ես մտածում եմ, որ դու feedback ես տալիս, ես իմ վրա եմ աշխատում, որ կարողանամ դա էլ ավելի, ես դա սիրով եմ տալիս, բայց իմ բառերը, իմ տոնը այն ձև դասավորեմ, որ դիմացինը մաքսիմալ հասկանա, որ ես չեմ ասում, որտեվ համեմատվում եմ կամ իրեն չեմ ուզում սովորեցնեմ, բայց այդ feedback լսելը ու ինքն էլ կարող է քեզ մի հատ այնց feedback տա, որ դու ասես ճիշտ է, հələ նայ, ես էլ ես չեմ մտածել։ Արդյունքը լինում ավելի լավ շփում, ավելի լավ աշխատանք, ու հետո դու հասունանում ես։ Այդ հետո նայեք, այդ կուտակված բաներ էլ արդեն չի լինում։ Ոնց որ դուք խոսեցիք, անցավ այդ սիտուացիան, ու ես վերջին երևի մի տարին, 2 տարին ինքս եմ շատ resist արել feedback-ին, բայց հիմա ես երազում եմ, որ մարդիկ ինձ շատ հաճախ feedback տան, որովհետև երբ որ ուշ ես հանդիպում մարդկանց հետ կամ զգում ես, որ ինչ-որ թեմա է եղել, որ էլ մինչև վերջ եք զրուցել, դա անպայման կուտակվում է ու հարաբերությունները մեկա փչանում են։ Իրականում բոլոր հարաբերություններում շատ կարևոր է ցանկացած փոքր իրավիճակը բաց խոսել։ Հատկապես ես աշխատանքում եմ դա շատ գնահատում, բայց ընտանիքում էլ շատ կարևոր է, որ թեկուզ ամուսինները, ծնող երեխա հարաբերությունների մեջ ցանկացած փոքր իրավիճակի շուրջ շատ կարևոր է խոսելը, որովհետև մի հատ չխոսեցիր, վերջ այդ արդեն կուտակվում է, հետո դառնում է ավելի մեծ խնդիր։ Համ խնդիրն է մեծանում, համ էլ քո մեջ եղած կուտակումներն են մեծանում եւ մի օր ավելի բուռն են ժայթքում։ Դրա համար մեր կուլտուրայում պետք է մաքսիմալ զարգացնել խոսելը։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիր կա մեր հասարակության մեջ։ Մարդիկ խուսափում են խոսել, խուսափում են խոսել եւ խնդիրը լուծել։ Խնդիրը դառնում է արդեն գերխնդիր եւ կոնֆլիկտի միջոցով են լուծում։ Վերջերս շատ տարբեր իրավիճակներում փորձել եմ ավելի խորքային ուսումնասիրել, ինչի են այս տեսակ սիտուացիաները հանդիպում թե անձնական հարաբերություններում, թե աշխատանքային միջավայրերում, ու նկատել եմ մի քանի կրկնվող, չասեմ սովորություն, կրկնվող ինչ որ նմանատիպ իրավիճակներ։ Պաշտպանում են այն ինչ որ իրենք արել են, որ սենց արել ենք, մենք ճիշտ ենք արել, այս ձևով ես ճիշտ եմ դատում, փորձված է, ես գիտեմ։ Ինչ որ այդ պինդ պահել, այն ինչ որ ինքը մեկ անգամ գիտի, այսինքն վախենալ այդ նորությունից։ Օրինակ, ամեն նոր շփման հետ դու ունես նոր եղանակ հարցին անդրադառնալու։ Երբ որ մեկը կարծիք է ասում, ոնց որ այն դիմացինը վախենա, որ հանկարծ այս կարծիքը ճիշտ չլինի, որտեվ ես իմուն եմ սովոր։ Հիմա որ ինձ ուրիշ բան ասեն անեմ, ոնց եմ անելու, բա որ դա լավը չլինի, բա որ դա հարմար չլինի, բա որ ու այդ սենց նեյրոնի ինչ որ լեվելներով գնում է, իրենք չեն հասկանում, կապ չունի, կարող է դրանից ասես լսի, ես բաժակը որ այսուհետ սենց դնենք, բոլորիս կյանքը կթեթևանա։ Այստեղ մի անգամից գալիս է այդ պաշտպանելու, դու առաջինը ագրեսիան է գալիս, զայրույթը, սահման դնելը առանց բացատրության, չկա դիալոգ, որ մարդ ասի, վայ, չվախենա կորցնի այն ինչ ունես, քեզանից դա չեն խլելու։ Ասի, մի հատ նա ես վստահ եմ, փորձել եմ, իմ մտածածը ճիշտ է, բայց հələ մի հատ պատմի տեսնեմ։ Ուզում եմ հասկանալ դու ոնց ես մտածում։ Ես ծարավ եմ նրան, որ իմ հետ դիալոգ անող մարդը ասի,
մի քիչ էլ պատմի, ես հասկանամ դու ոնց ես մտածում։ Դա այնքան հազվադեպ բան է։ Այո։ Ու այդտեղ է մեր ամենամեծ խնդիրներից մեկը, որտեվ միանգամից դատել, դու տենց մտածեցիր։ Մի վարքյան դու արդեն ինձ սահմանափակում ես մյուս անգամ, որ ես ուզենամ вообще մտածեմ ու քեզ բան ասեմ։ Այսինքն մյուս անգամ ես պետք է ասեմ, այո, դու ճիշտ ես։ Ասեմ դա օֆիսում, ասեմ դա ընկերուհուս, ասեմ դա ընկերոջս, այսինքն դա շատ վատ բան է։ Ու ինչ եմ անում ես, փակվում եմ ու ինչ եմ անելու ես, մի օր հեռանալու եմ այդ իրավիճակից, Այո։ այդ մարդուց, այդ գործից եւ այլն, որտեվ ես արդեն ես չեմ։ Դրա համար անկախ նրանից դու ընդունելու ես այդ մարդու կարծիքը, իր պատկերացրածը, մտածածը թե չէ, ես չեմ տեսնում խնդիր բաց լինելու եւ ասելու հələ պատմի տեսնեմ։ Սա խոսում է նրանից, որ դու ունես քո սեփական վախերը, դու վախենում ես, որ քո հետ մի բան են չի կամ են չի լինի։ Կամ նույնիսկ վախենում ես, որ քո կարծրատիպերին հակառակ ինչ որ այլ կարծրատիպ կգա։ Այո։ Այդ շատ սիրուն է, այդ շատ օքեյ է, այսինքն այդ նույնը ոնց որ մեկը ասի, լսի, ես տենց լավ դաշնամուր եմ նվագում, դու էլ ասես, չէ, որ չէ, ես երգում եմ հանկարծ կամ չգիտեմ, ես ֆուտբոլ եմ խաղում, այդ դաշնամուրի անունը չտաս, ես չեմ հասկանում ինչա դաշնամուրը։ Այդ մարդն էլ է դա անում, այսինքն ես օրինակ չգիտեմ դա որտեղից է եկել, բայց ես դա սիրում եմ, ես բաց եմ դրան, նույնը դրսում սովորելուց էլ որ շատ տարբեր մշակույթներ կրող մարդկանց հետ եմ շատ շփվել, ես միշտ սովորել եմ, ինձ համար հետաքրքիր ա եղել, որտեվ ինքը հաստատ ինչ որ կրեատիվ բան ա մտածել կամ չգիտեմ, փորձառություն ա ամեն դեպքում։ Հա, մարդիկ պիտի փորձեն երկխոսության Դիալոգ։ նրբությունները սովորել։ Մեկ էլ մի բան չեմ հասկանում, մենք արհեստական բարդացնում ենք մեր կյանքը, ես էլ եմ իմ կյանքը շատ բարդացնում, ես overthinker եմ, ես գիտեմ, այդ ոնց Ես որ, էլ։ հա, սիրում եմ sense դրամաներ, drama queen, ես սիրում եմ դա, օքեյ է, դա իմ իմաստն է։ Բայց նաև ես շատ հեշտ switch եմ լինում, այսինքն ես չեմ կարող ապրել այդ նույն հին սիտուացիայի մեջ 3 րոպեից ավել։ Այսինքն իրոք, ես հա այդ նույն թեման, այդ ինչքան վատ բան էլ եղած լինի, այդ մնում է այդտեղ։ Ավարտվեց այդ թեման, իմ էմոցիաներն էլ դրա հետ ավարտվեցին, բայց օրինակ այդ ծանրությունը, որ շատ հաճախ տանում են մարդիկ իրենց հետ ու 10 տարի անցել ինչ որ պատմություն են հիշում ու նույն էնտուզիազմով բացասական հատկապես պատմում, շատ կուզենայի, որ օրինակ դա էլ չլիներ ու ոնց որ այդ ժամանակ ավելի շատ գնահատեինք։ Դա հիշաչարություն է թե ինչ ըստ քեզ։ Չգիտեմ, ես էլ եմ այդպեսին չեմ ուզում ինձ որակեմ, որպես իշաչարանց։ Կարծում եմ ինչ որ խառնվածքի բնավորության հարցել է այստեղ։ Օրինակ ես այդքան overthink անող չեմ, այսինքն ես նույն իրավիճակը անընդհատ չեմ պտտում գլխումս, բայց հայերեն երևի կլինի վիրավորանք, ռուսերեն աբիդաներ, այդ աբիդաները իրականում երկար ապրում են իմ մեջ ու ես շատ դժվար եմ բաց թողնում աբիդաները, իմ տեսակն է այդպեսին, միշտ աշխատում եմ այդ ուղղությամբ, փորձում եմ փոխել ինձ, բայց նաև ուղղակի ընդունել եմ I'm just a girl. Ուղղակի ընդունել եմ ինձ, որ դա էլ իմ տեսակն է ու Նորմալ է։ ու չգիտեմ ինչքանով է սա հետաքրքիր, բայց ես վերջերս խորացել եմ թվաբանության մեջ ու հենց իմ թիվը խոսում է նրա մասին, որ ես ամսի 8-ին եմ ծնվել, 8-երը շատ հիշաչար են, հիշաչար ասելով իրանք այդ աբիդաները միշտ հիշում են, բաց չեն թողնում, բայց մի հատ շատ հետաքրքիր պահ կա այստեղ 8-երին նեղացնողներին միշտ կարման շատ վատ պատժում է։ Всё, իմացանք։ Այնպես որ այո, հիշաչար եմ։ Հա, իրականում ես եմ սիրում նումերոլոգիան։ Հա, երևի հայերեն ինչ-որ շատ խիստ է, չէ՞, հնչում թվաբանությունը։ Ես էլ եմ սիրում, ես էլ 9 եմ։ Ես որպես 9-ը իմ մոտ ամեն ինչ ծայրահեղա, բայց շատ ինտուիտիվ ու ամեն ինչ շատ զգացող, այսինքն իմ համար պարտադիր չի ես ինչ որ բան տեսնեմ, որ հասկանամ այդ տենց է, ես զգում եմ ու հետո պարզվում է, որ տենց է։ Պարզ է, որ 100% ոչինչ չկա, բայց շատ զգում եմ ու միշտ անում ամեն ինչի մաքսիմումի, շատ էներգիա ունեմ ու այդ ռեալիզացնում եմ, բայց հա 9-երի պարագայում էլ կա տենց բան, որ իրանց խոսքը կամ իրանց ներկայությունը կարա շատ threatening լինի, այսինքն քեզ թվա թե դու տեղ պետքա պաշտպանվես կամ շատ
շատ են իրանք մի տեսակ իրանց էներգիայով, բայց իրականում ես շատ հանգիստ մարդ եմ։ Իմպուլսիվ բաներ անում եմ, կա, դա եկել է ավելի շատ կենսակերպից, ավելի կենսակերպից, բայց իրականում ես երբ որ ինքս ինձ հետ մենակ եմ, ինչ որ այդ պահին արագ լուծելու հարց չկա, շատ հանգիստ եմ, ես չեմ շտապում, ես սիրում եմ ինձ հետ ժամանակ անցկացնել, այդ իմպուլսիվ բաներ չեմ անում, երբ որ ես մենակ եմ։ Բայց մի օր կհրավիրենք մենք նումերոլոգ։ Ես շատ եմ Ես նույնիսկ ուզում։ գիտեմ ում։ Հա, Մհմ։ ինչ լավ է։ Այո։ Ես կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Ես վաղուց այդ միտքը ունեի, որ նումերոլոգ կանչենք։ Հա, ինձ հետաքրքիր է, դու երբևէ զգացել ես, որ ունես imposter syndrome կամ ունես արդյոք։ Որ խնդրեմ կասես նաև մեր լսարանի համար Մհմ։ imposter syndrome-ը ինչ է։ Imposter syndrome-ը այս վերջերս ամենահաճախ քննարկվող թեմաներից է նաև համացանցում։ Imposter syndrome ասում են այն դեպքում, երբ որ մարդ իսկապես հաջողակ է կամ խելացի է, տիրապետում է տվյալ իրավիճակին, բայց ինչ որ իրավիճակներում կասկածամտություն ունի, մտածում է արդյոք իմ ասածը ճիշտ էր, միգուցե ինձանից ավելի խելացի մարդիկ կան, միգուցե այդքան էլ տեղին չի, սպասի լռեմ, չասեմ։ Հիմնականում նաև սա արտահայտվում է մեծ հաջողություններից հետո եւս, այսինքն դա բնավորության մի գիծ է, որը կանանց է ավելի շատ ըստ ստատիստիկայի բնորոշ, որ ինչքան կարիերայի մեջ բիզնեսում առաջ են գնում, այնքան ավելի մեծ ու հաջողակ շրջապատում հայտնվելիս իրենց զգում են կաշկանդված, մտածելով միգուցե ես այդքան էլ արժանի չեմ կամ այդքան էլ չգիտեմ։ Միգուցե ունեմ։ Ես հիմա որ սա ասեմ, միգուցե սա էլ համարվի imposter syndrome, բայց ես ինձ այս բայդրությամբ չեմ համարում ինչ որ շատ հաջողված մարդ, հաջողված մեծ հաջողությունների հասած։ Եթե նայեմ օբյեկտիվ, հա, իմ արածիչ մասով միգուցե եւ ինչ որ փոքրիկ հաջողություններ ունեմ։ Բայց երբեմն ես թերարժևորում եմ ինքս ինձ, իմ գիտելիքը, մեկ-մեկ ինձ թվում է այն ինչ որ ես գիտեմ, բոլորն էլ գիտեն։ Այ դա էլ է imposter syndrome-ի Ինձ մի դա մաս։ իրական շատ է խանգարում, նույնիսկ թեկուզ ոդկասթերի ժամանակ շատ բանի մասին կարելի է խոսել, որ մարդիկ չգիտեն, բայց ինձ թվում է, ես որ դա խոսեմ, կմտածեն դե լավ, դե գիտենք, ինչի է այս նույն բանը անընդհատ ասում, բայց հետո մեկ էլ հասկանում եմ, թեկուզ հենց մեր նկարահանող թիմից, որ շատ հետաքրքիր բաներ եմ ասել, ոչ մեկ դրա մասին չգիտեր, այս խնդրի հետ ես շատ հաճախ եմ բախվում։ Նույն իմ պացիենտների հետ մեկ-մեկ հասկանում եմ, որ ես ինչ որ մինիմալ բաներ կա, որ չեմ բացատրում, մտածում եմ, դե ինչի ասեմ, էլի բարձրամարդը գիտի, հիմա վատ կզգա, որ ասեմ, բայց մարդիկ իրականում ունեն այդ խորհրդի կարիքը։ Իսկ օրինակ դու ունես imposter syndrome։ Ունեմ ու գնալով ավելի է զարգանում։ Իրականում ես ոչ միայն մտածում եմ, որ ինձանից հաստատ ավելի լավ գիտեն կամ այս դե պարզ էր, ոչ չեմ ասելու այս պարզ միտքը, այլ նաև երբեք չեմ շտապում իմ գիտելիքը ցույց տալ կամ սենց ասած ինձ ցույց տալ, հա, որ ես էլ կարող եմ, որ ես այսքան բան ստացվում ինձ մոտ գիտեմ։ Անդադ թվում է, որ դրա մեջ վատ բան կա, այսինքն ինձ թվում է, թե ես ինչ որ մեկին անարգում եմ դրանով, քանի որ բոլորս հասուն Կամ մարդիկ քեզ ես են։ մեջ գցում, չէ։ Այո։ Ու նույնիսկ ես վերջերս այդ ֆիդբեքը ստանում էի, որ ինչու ես լուր կամ ինչի ինչ որ վախեցած ես կամ եւ այլն, կամ ոչ։ Պարզապես ես մտածում եմ, որ հասուն ցիվիլ միջավայրում երևի սպասում եմ, որ ինձ հարցնեն նոր ասեմ, չգիտեմ, բայց դա ճիշտ չի։ Ինձ թվում է, որ առողջա պետք է այստեղ գտնվել ու էլի նորից ճիշտ ու հարգալից ձևակերպելով ամեն դեպքում ցույց տալ նաև դու ինչ ունես, Ու որտեղ որոշ իրավիճակներում համարձակ լինել։ Համարձակ լինել է։ Հա, իսկ հաջողությունը քո համար հիմա ու օրինակ 10 տարի առաջ փոխվել է։ Հա, երևի թե 10 տարի առաջ ինձ թվում է ես ավելի ընտանիքի մասին էի մտածում, որ ընտանիք ունենամ, երեխաներ ունենամ, իսկ հիմա քանի որ արդեն այդ հաջողությունը ունեմ, հիմա ավելի ինքս ինձանից պահանջում եմ կարիերայում հաջողված լինել։ Բայց միշտ էլ մտածում եմ, որ մեկ-մեկ որ ինչ որ խնդիրներից նեղվում եմ, հատկապես կարիերայի հետ կապված,
այդպես ինձ հետ եմ բերում, ասում եմ՝ մի մոռացի, որ դու ամենակարևորն ունես, դու ունես ընտանիք, քո 2 հրաշքներին, դու արդեն լիքը բան արել ես այս կյանքում, հասմիկ հանգստացիր վերջապես։ Որպես իր կյանքի մեծ մասը կարիերային նվիրած մարդ, ես քեզ կարող եմ ասել, որ այն կարիերան, որ դու քեզ համար կառուցում ես, ինքը շատ փոփոխական этаպներ կարող է ունենալ, ասեմ ավելին, մի օր դու կարող ես արթնանաս ու որոշես, որ դու ուզում ես լրիվ փոխես Ահա։ կամ լրիվ ուրիշ բան սովորես կամ քո ունեցածը արդեն դու աճել ես այդ տեղացից կամ այդ տեղացն է քեզանից աճել մեծացել նորմալ է ու այդտեղ փոփոխությունը շատ է լինում որ քեզանից պահանջում է ժամանակին հարմարվել աշխարհում է բան փոխվում հարմարվել քո նոր գիտակցական մակարդակին այսինքն այդ մի հատ անհաստատ ճանապարհ է որտեղ դու միշտ տանում ես քո նախորդ փորձը նույնիսկ եթե ընդունենք քո նախորդ փորձը շատ տարբեր ոլորտում ա եղել բայց ինչ որ մոգական եղանակով ինքը միաձուլվում է, փոխակերպվում է, այս քո նոր journey-ի ժամանակ կարևոր skill set է դառնում քեզ համար։ Այսինքն սա մի բան է, որը փոփոխվում է, բայց հատկապես հաշվի առնելով, որ չգիտեմ, կնոջ կյանքում դա լրիվ մի հատ ուրիշ պատմություն է, ինձ թվում է, որ ես էլ ցենց հայլու ես մյուս կողմից էլի կամ հայլու չէ Մեդալի իրավիճակի, մյուս մեդալի հակառակ կողմը։ օրինակ ես էլ երբեք չեմ հասկացել իմ ընկերուհիներին, որ ասել են, ես իմ կարիերայի վրա բանը ժամանակ չեմ ծախսել ու բանը հիմա փոշմանել եմ, հիմա վազում եմ դրա հետևից ու տեսել եմ նաև աղջիկներ, ովքեր կայացած արդեն հասուն տարիքում սկսել են 0-ից ինչ որ կարիերա անել, այնինչ ես կողքից մտածել եմ, բայց դու ինչի՞ ես բիզնեսը չես դնում, ինչի՞ ես գնացել օրինակ 0-ից ինչ որ մասնագիտություն սովորում, իրականում մեծ հաշվով չեմ էր սխալվել, այսինքն երբ որ մի մարդ բաց է թողնում իր կյանքի այդ մի этаպը, մի քիչ դժվար է ռեալիստիկ նայել ինչ ես իրականում բաց թողել, որտեվ դու էլի ուրիշի օրինակով ես նայում ու քեզ թվում է թե դու սենց մի 10 տարի բաց ես թողել, բայց մարդկանց թայմինգը ուրիշ է, այսինքն այն ինչ որ դու ունես դրանով կարող է դու կառուցես մի բան, որ ուրիշները 40 տարում են կառուցել, այսինքն ստեղ էլի դու պետք է նայես քո ռեսուրսը, իսկ Ամեն մարդ ընտանիք իր ուղին երեխեքը, ունի, հա, իր թայմինգները ունի, բայց ես ասեմ, օրինակ իմ համար ինչն է դժվար եղել, որը որ քո դեպքում էլ տարբերակ չունես, որ այդպես լինի, երբ որ ես ունեցա իմ առաջնեկին, ես դեռ ուսանող էի, կարելի է ասել, արտինատուրայում էի սովորում, այսինքն ես դեռ կարիերա չէի կառուցել։ Չանցած 2 տարի ես ունեցա իմ երկրորդ բալիկին։ Ու եկավ մի պահ, որ ինձ թվաց, որ ես հետ եմ մնացել այս աշխարհից, ես տարված էի երեխաներ մեծացնելով, իսկ կյանքը գնում էր առաջ, ու հենց այդ ժամանակ էլ իմ մոտ սկսվեց այն անկումային շրջանը։ Ես դրա համար, եթե ունենայի երկրորդ շանս, կփորձեի ավելի շուտ զբաղվել մտնել կարիերայի մեջ, այսինքն իմ ռեալիզացիան կսկսեի թեկուզ երեխա ունենալուն զուգահեռ կամ դրանից առաջ, որպեսզի լինեի ավելի ինքնաբավ, որովհետև եկավ մի պահ, հատկապես երբ որ երեխաները մի քիչ մեծացան, գնացին օրինակ մանկապարտեզ, ինձ թվաց, որ ես անպիտան մարդ եմ, ես ոչ միտեղ ոչ մի չնայած որ բնականաբար մայրը երբեք ու կինը չի կարող լինել անպիտան, բայց ես ինձ զգում էի ինչ որ օգուտ Իրականում արդեն անձնավորություն։ պատրաստ ես լինում մյուս этаպի ու այդ անցումը շատ դատարկ ես դու քեզ զգում, այդ անցումները միշտ դատարկության պերիոդներ են, որ խոսում էիր, այս միտքը եկավ, որ միշտ պետք է լինել համարձակ, այսինքն երբ որ զգում ես, որ այդ պահն է, որ պետք է այդ քայլը անես, այդ անցումներն են, համարձակությունը ամենակարևոր բանն է, համարձակ ու հետ չնայել, ես օրինակ, չգիտեմ, բոլորի համար չի ես, it's not one size fits at all խորհուրդ, բայց one size fits all խորհուրդ չի, բայց համարձակությունը այս պահերին կարևոր է։ Հա, պետք է ուղղակի քայլել առաջ։